Ընդհանրապես հարց է առաջացնում ընդդիմության գործունեությունը, երբ սա արդեն որրորդ հայտարարության նախագիծն է, որը բնականաբար մեր ընդդիմադիր գործընկերները վստահ են, որ չի ընդունվելու եւ մերժվելու է ԿՊ-ի կողմից։ Եվ ըստ տրամաբանությանը անկեղծ ասած չեմ հասկանում, որտեղ ենթադրվում է, որ եթե իսկապես նպատակը որևէ հայտարարության ընդունումն է, նախ եւ առաջ նախքան նախագծի շրջանառության մեջ դնելը, տրամաբանորեն պետք է քննարկվեր քաղաքացիական պայմանագրի, այսինքն մեծամասնության հետ, որպեսզի նախագիծը ընդունվեր։ Բայց բնականաբար մենք նմանատիպ գործունեություն եւ գործելակերպ չենք տեսնում, նախ հայտարարություն կամ հայտարարության տեքստի համար, որը գալիս է այստեղ եւ մերժվում է եւ այստեղ հարց է առաջանում, ինչով եք դուք զբաղված, հարգելի գործընկերներ, եւ ինչն է այս ամեն ինչի իմաստը։ Հայտարարություն եք ուզում տարածեք, պարոն Մամիջանյան, ինչ եք վերում այս նիստի օրակարգ եւ պարտադիր ուզում, որ մերժվի ձեր նախագիծը։ Ձեր հայտարարությունն է, տարածեք, մի բերեք ստեղ կամ եկեք ստեղից ելույթ ունեցեք, ելույթի տեսքով տարածեք։ Եվ երկրորդը ինչ վերաբերվում է Գյումրի քաղաքում տեղի ունեցածի հետ կապված եւ պարոն Մինասյանի ելույթի հետ կապված, ես մի հարց ունեմ մեր ընդդիմությանը եւ կխնդրեմ անպայմանորեն անդրադառնալ այս հարցին։ Հիմա որ պարզվի, որ քննությունը ապացուցի, որ տեղի է ունեցել կաշառք։ Դուք ձեր դիրքորոշումը, պարոն Մինասյան, մասնավորապես ձեր, որն առնելու կամ եթե պարզվի, որ կաթողիկոսը իսկապես դրթել է կամ, չգիտեմ, սահմանափակել է X հոգևորականի գործունեությունը կամ քաղաքական դրդապատճառներով սահմանափակել է դա։ Պետք է արդյոք կաթողիկոսը ենթարկվի քրեական պատասխանատվության, թե ոչ։ Խնդրում եմ պատասխանեք այս հարցին։ Հայաստան պատգամավորական խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նախ, պարոն Ռուբինյան, ձեզ, պարոն Ալեքսանյան, հորդորում եմ այս ամբիոնից վիրավորական արտահայտություններ չանել։ Մկան կամ չգիտեմ ում ծակը, չգիտեմ դուք եք մտել, պարոն Ռուբինյանը, իսկ երբ որ դուք էլ այստեղից կոռուպցիոներ ցրիկա արտահայտություն է անում ազգային ժողովի փոխնախագահը, նորից եմ կրկնում, առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտի անձին մեղավոր եք հայտարարում կարգում այստեղից, չի կարող ձեր որևէ գործողություն լինել այլևս տրամաբանության, ժողովրդավարության իրավական ընթացակարգերի ներքո։ Այո, պարոն Աղաջանյան, եթե արդար դատաքննության պարզվի այդ հանցագործությունները, մենք ինքներս ենք դատապարտելու։ Ինչ է մեր ասածը։ Այդ շոուները, որ բեմադրվում է եւ այստեղից հաստատական պնդումներ են կատարում, վիրավորական արտահայտություններ են անում,